Մանրամասն, պապա, ոնց կարար տենց բան լիներ, գրողը տանի պատմի։ Դիանա Գրիգորյանի վերջին զանգը հեռուստասերիալում իրադարձությունները թափ են առնում անսպասելի շրջադարձերով։ Այն պահին, երբ թվում է ամեն ինչ դասավորվում է և Հենրին ու Անգելինան պատրաստվում են կյանքի ամենակարևոր օրվան, իրենց հարսանիքին տեղի է ունենում մի բացահայտում, որն ամբողջությամբ շուռ է տալիս ոչ միայն հերոսների կյանքը, այլև նրանց շուրջ եղած բոլորի ճակատագրերը։ Մինչ սիրահարված զույգը վերջին մանրամասներն է կարգավորում ու հայտնվում սրահում գաղտնի հարսանիք, առանց ծնողների իմացության, Միքայելը գալիս է սրահ ու որոշում, որ այլևս չի կարող լռել։ Նա բացահայտորեն հայտնում է, որ Հենրին ու Անգելինան իրականում քույր ու եղբայր են։ Այս խոսքերը հարված են դառնում բոլորի համար, հատկապես Հենրիի, ով ամբողջ սրտով սիրել է Անգելինային, և Անգելինայի, ով առաջին անգամ գտել է իրեն ամբողջական ու սիրված։ Շոկը ցնցում է ներկաներին, և հարսանիքը ընդհատվում է։ Միքայելի հայտարարությունը նման է ժամանակի ռումբի պայթյունի։ Սրահում լռություն է տիրում, լարված հայացքներ, կիսահատված խոսքեր, մարդիկ, որոնք փորձում են հասկանալ արդյոք սա ճշմարտություն է, թե նորից Միքայելի խորամանկ քայլերից մեկը։ Բայց ամենասարսափելին տեղի է ունենում Հենրիի ներսում, նա փլուզվում է հոգեպես, նա դառնում է կորսված, ինքն իրեն ոչնչով նման չի, ով չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե սիրած կինը գուցե իր քույրն է։ Դրանից հետո պատմությունը ստանում է ծանր ու դրամատիկ ընթացք։ Հենրին երկար ժամանակ անհետանում է, նրա մոր Աննայի առողջական վիճակը վատթարանում է, իսկ Անգելինան փակվում է իր աշխարհում, մենակ թողնելով բոլորին, քանի որ ոչ ոքի այլևս չի կարող վստահել։ Սոցիալական ցանցերում արդեն քննարկվում է արդյոք սա իրականություն է, թե նոր խորամանկություն Միքայելի կողմից։ Դիտողներն անգամ սկսել են կասկածել, որ սա ստի շղթայի մի մասն է և այն շատ շուտով կբացահայտվի։ Եվ շատերը գիտեն բնականաբար, որ Անգելինան Միքայելի դուստրը չէ։ Հարցը մի բան է, ինչու Միքայելը դա հայտարարեց հենց հարսանիքի օրը, սա պատահականություն էր, թե կրկին ծրագրված քայլ բաժանելու Հենրիին ու Անգելինային։ Իսկ գուցե սա ուղղակի Միքայելի վախերն էին, որ եթե նրանք ամուսնանան, ապա իր պահած հին գաղտնիքներն ի վերջո կբացահայտվեն։ Ամեն դեպքում հարսանիքը տեղի չի ունենում, բայց պատմությունն այստեղ չի ավարտվում։ Հենրին կրկին կհայտնվի արդեն լիովին փոխված, հոգեբանորեն ծանր վիճակում, և հնարավոր է նրա հաջորդ քայլերը վայրէջք լինեն դեպի անդունդ։ Միայն մի հարց է մնացել. արդյոք ճշմարտությունն իրոք այդպես է, և արդյոք Անգելինան ու Հենրին իսկապես կապված են արյունով։ Բնականաբար ոչ, նրանք որևէ արյունակցական կապ չունեն, Անգելինան Աննայի ու Սոսի դուստրն է, իսկ Հենրին Միքայելի։ Դե, մինչ կբացահայտվեն այս գաղտնիքները Հենրիի ու Անգելինայի համար, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը և իհարկե տեղեկանալու նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Նշենք, որ հեռուստասերիալում ամենաթեժ ու հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, ինչպես պարզ է դառնում, Սեմը ներս է մտնում ու տեսնում Արամին ու քրոջը միասին ու միանգամից հարձակվում։ Հեռուստադիտողները գտնում են, որ այդ հարձակումն անտեղի է և բնականաբար նա իրավունք չունի, Մերին անհատ է, ով կարող է իր կյանքը դասավորել, իսկ Արամը լավագույն ընտրությունը կլինի հենց Մերիի համար, հատկապես, որ նրանք ամեն ինչով այս պահին Սեմի ընտանիքի կողքին են։ Իհարկե Բագրատն ունի իր պլանները, հատկապես համացանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ ինչ-որ մեկը հիշում է, թե ինչպես է սպանվել Սեմի հայրը, և այդ սպանողը եղել է ոչ թե Հենդոն, ում հիշում է Սեմը, այլ Բագրատը, ով ատրճանակը պահել է հենց Սեմի հոր վրա։ Սակայն այս գաղտնիքի բացահայտումը դեռ կսպասի։ Բագրատը դեռ Սեմին երկար ժամանակ է օգտագործելու իր նոր չարիքները գործելու համար։ Սեմին տրամադրելու է շախունցների ընտանիքի դեմ, և նա էլ պայքարելու է ոչ միայն շախունցների ընտանիքի, այլ իր սիրո դեմ։
Իսկ թե ինչ դուրս կգա այդ ամենից, ցույց կտա ժամանակը, նշենք, որ ամենահետաքրքիր կադրերը դեռ սպասում են, իսկ մեր կողմից պատրաստված տեսանյութերը կբացահայտեն ամենահետաքրքիր գաղտնիքները ձեզ համար։ Հենջին պահանջում է պատասխան հորից, իսկ Միքայելը պատասխան չունի։ Ինչպես է հայտնվել Անգելինան այդ տանը, ինչ է եղել նրանց միջև և ում հետ է կապված եղել Միքայելը, որ Անգելինան նրա դուստրն է։ Այս և այլ շատ հարցեր շատ շուտով պետք է ստանան իրենց պատասխանները, իսկ թե ինչպիսին են լինելու պատասխանները, բնականաբար ցույց կտա ժամանակը։ Ամենաթեժ ու հետաքրքիր կադրերը մեր էջում կգտնեք անպայման։